Չես վախենում, վախեցիր, որ կառավարեմ։ Հենց այս բանաձևով է Նիկոլ Փաշինյանը ամենօրյա ռեժիմով Հայաստանում ստեղծում վախի ու տագնապի մթնոլորտ։ Դպրոցական Դավիթ Մինասյանի հետ տեղի ունեցածը սրա հերթական ապացույցն էր։ Այստեղ Փաշինյանը նախ զոհի դեր խաղաց։ Խեղճ Նիկոլ Փաշինյանին չար ուժերն ուզում են շարքից հանել։ Հենց այսպիսի պատմություն ստանալու համար քննիչը դպրոցական Դավիթի տանը պիտի գտներ ոչ թե գովասանագրեր, այլ չար ուժերի որևէ ծրագիր։ Չգտավ, աշխատանքից ազատվեց։ Ոչինչ չկա, ասաց քննիչը ու զրկեց իշխանության քարոզիչներին 18-ամյա դպրոցականին ահաբեկիչ կարգելու հնարավորությունից։ Այս իշխանությանը օդ ու ջերի պես չար ուժերի ծրագիր է պետք, որ հիմնավորեն ռեպրեսիաների նոր ու ավելի մեծ ալիք։ Չնայած առանց դրա էլ ինչ ուզում անում են։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը արևմուտքի սրտի բռնապետն է։ Այն, ինչ անում են Դավիթի հետ, իրավաչափ չէ։ Իշխանության մեքենան պատժում է Դավիթին վախի անչափելի մեծ դոզա մյուսներին փոխանցելու համար։ Ինչու՞, որովհետև վախենում եք, վախը դառնում է ոստիկան, որը անդադար ձեր գլխում է։ Ուզում եք կարծիք արտահայտել, ստիպում է լռել։ Ուզում եք պաշտպանել նրան, ում նեղացնում են, ստիպում է լռել։ Պատկերացրեք, որ այդ ոստիկանը հետևում է ձեր ամեն շարժին, ամեն մտքին։ Դուք բանտում եք, պարզապես պայմանական ազատության մեջ։ Բայց այդ բանտից ելք կա։ Ելքը այս մարդուն եւ նրա քաղաքականությունը չաջակցելու մեջ է, չլռելու մեջ է, այլոց իրավունքները պաշտպանելու համար պատրաստ լինելն է, որ հետո ձերը չոտնահարեն։ Ելքը Դավիթին պաշտպանելուց չվախենալն է, որովհետև դուք ոչ թե բռնությունն եք պաշտպանում, այլ ճիշտ հակառակը, դատապարտում եք բռնությունը իրավունքի հանդեպ։ Չես վախենում։ Վախենալ իհարկե պետք է, բայց ոչ թե իշխանությունից եւ նրա ռեպրեսիաներից, այլ գաղթի ճանապարհի հեռանկարից։ Մեկ օրում ամեն ինչ կորցնելու հեռանկարից։ Ի վերջո, ո՞րն է ավելի սարսափազդու՝ մի ինքնահռչակ երաժիշտի հրահանգով բանտում հայտնվելը, թե հայրենիք, շիրիմներ, տուն կորցնելը։ Սիրելի երիտասարդներ, Նիկոլ Փաշինյանը հանձին Դավիթի պատժում է ձեզ։ Պատժում է, որովհետև ձեզնից ակնկալիքներ չունի։ Գիտի, որ չեք սիրում իրեն։ Սոցհարցումներն այդ մասին վկայում են։ Ցուցադրաբար պատժում է, որ ձեզ համոզի, որ դուք շարժիչ ուժ չեք։ Բայց դուք կարող եք հակառակն ապացուցել։